հեղափոխության վտանգի պարագայում եղել է իշխանության փոխանցում։ Հիմա պատճառները հետևյալն են. հսկայական լարվածություններ եղել երկրի ներսում։ Դրա ինդիկատորները կային։ Եվ էլեկտրիկ Երևան կար, եւ 16 թվականներ, եթե չեմ սխալվում, գնդի զավթումը 3 զոհ։ Եվ գնդի այդ 3 զոհի պարագայում ահաբեկչական ակնհայտ գործողության հազարավոր մարդիկ դուրս են եկել ի պաշտպանություն ահաբեկիչների։ Դա նորմալ չէ։ Ես այն ժամանակ նաև հրապարակային ասացի, դա տեղին քարտ է։ Չափազանց մեծ բաներ, ասենց հակում կար քաղաքական մոնոպոլիայի, տնտեսական մոնոպոլիաների, եւ սա միարտացնում էր ուղղակի հանրային շատ լուրջ լարվածություն էր ստացվում։ Քաղաքական ինչ որ դիզայնի բան կար ստեղ, որ անդիմության դաշտը թարմացնելու տպավորություն կա, որ այդպիսի մի ծրագիր կար, որովհետեւ գործող ակտիվ ընդդիմադիրները հայտնվել են իշխանական ցուցակներում եւ նոր դեմքեր են հայտնվել այդ դաշտում, որից մեկը նաեւ Նիկոլ Փաշինյանն է։ Դրա համար է այդ հարցերը ցենց օդում կախված։ Իմ մոտ հարցը հետեւյալն է. լավ, չէին զեկուցում, որ կա լարվածություն նույն եւ հանրապետական շրջանակներից եւ համապատասխան մարմիններից։